ընկալվել այստեղ, ընտրվել ձեր կողմից, որովհետև ցանկացած պարագայնություն հնարավորություն է ստեղծում լսելու քեզ, ինձ համար դա խոսում է ձեր ընտրության եւ ինձ համար մեծ շնորհակալության մասին։ Շնորհակալ եմ շատ։ Ես նստեմ, որ ինձ ավելի հարմար է խոսել։ Հոգեբանության հետ կապված գիտեմ, որ այսօր բոլորը գիտեք, որ դարձել է ամենապահանջված, ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկը, սակայն շատ հաճախ սխալ ինֆորմացիաների շնորհիվ մենք ունենում ենք իրենց ավելի վնասակար օգնությունը, քան օգտակար։ Դրա համար մինչև հոգեբանության անդրադառնալը կամ փորձել իրենց ինչ-որ գիտելիք ունենալը, ես ձեզ խնդրում եմ դիմել այն մասնագետներին, որոնք ունեն բազային կրթություն, որովհետև հոգեբանությունը դա սիրողական գիտություն չի, սիրողական մասնագիտություն չի, այլ շատ ավելին է, քան պարզապես կարող եք պատկերացնել։ Այսօր ես ուզում եմ իմ գիտելիքներով կիսվել ձեզ հետ, որովհետև ձեր կյանքի շատ կարևորագույն մի փուլում եք դուք, որտեղ պետք է ընտրություն անեք մասնագիտության եւ հաշվի առնելով, որ մենք Հայաստանում ենք եւ շատ հաճախ երեխաները ընտրում են այդպիսի մասնագիտություններ, որոնք ծնողների երազանքն է եւ որի արդյունքում հետագայում ավարտելուց հետո չեն կարողանում կիրառել իրենց մասնագիտությունը որպես իրենց համար կյանքի ինչ-որ կարևորագույն փուլ, որովհետև մասնագիտությունն է իրականում դա ձեր ապրելակերպն է։ Դրա համար մինչև մասնագիտություն ընտրելը փորձեք ամենաանկեղծ ձևով ինքներդ ձեզ հետ ունենալ այդ երկխոսությունը։ Արդյոք ես այս մասնագիտությունը ընտրում եմ նրա համար, որ ես եմ ուզում, արդյոք այդ մասնագիտությունը իմ կյանքի որակին համահունչ է, իմ խառնվածքի տեսակին համահունչ է, արդյոք դա տալու է ինձ այն, որտեղ որ ես փորձում եմ տեսնել ինձ։ Այդտեղից գալիս է մեր նպատակների, երազանքների, մասին ամենակարևոր տարանջատումը։ Ես ուզում եմ հարցս ուղղել, արդյոք կա մարդ, որ ինձ կարող է պատասխանել, որն է տարբերությունը երազանքի եւ նպատակի։ Անկեղծ մի վախեք սխալվելուց, տեսեք ես հիմա վստահ եմ, որ բոլորը ձեր գլխում ունեք ինչ-որ պատկերացում, ընտրած հարցի, բայց վախում եք ասել մի բան, որը կարող է լինել սխալ։ Լսում եմ ձեզ։ Ես կարծում եմ, որ երբ ունես նպատակ, նաև որոշում ես դրան հասնելու համար Լավ, ուրիշ։ Շատ մերսի, ուրիշ։ Ես հազար կտասել, իմ կողմիկով նպատակներն են երազանքին և մեծ երազանքին, այնասկան մեծ երազանք, Ուրիշ տարբերակ։ Լավ, բոլոր տարբերակները ճիշտ են իր հնչյունների։ Ուրեմն սկսենք նրանից, որ երբ որ խոսում ենք երազանքի մասին, երազանքը հեռու է։ Այսինքն մենք չենք ասում, օրինակ, երազում եմ դառնալ նպատակ ունեմ դառնալ շատ ճանաչված կամ հայտնի երաժիշտ, օրինակ, այսինքն կարող են լսել, որ երազում եմ դառնալ, որը որ շատ հեռու է։ Ձեր հաջորդ պատասխանը շատ ճիշտ, այսինքն նպատակները միավորվում են երազանքները, որովհետև եթե մենք ունենք երազանք եւ չունենք նպատակ հասնելու այդ երազանքների, երազանքները մնում են անկատար։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ երազեն մի բանի մասին, որը իրատեսական է, այսինքն ձեր մտապատկերների մեջ, ձեր երազների մեջ, ձեր հույզերի մեջ դուք ունեք արդեն իրականացված այդ պատկեր երազելու, որովհետև եթե հիմա առանձին հարցն է, որն է ձեր երազանք, համեն մեկը հիմա կարող եք մտորի, վերհիշել ու հասկանալ, որն է իմ երազանքը։ Իսկ երազանքի հասնելու համար պետք է երազանքը տակ լինի իր ենթատեքստը, դա նպատակներն է։ Նպատակներն է ծնում երազանքը, այսինքն պարտադիր մի վերցրեք մի բան, որը որ անիրականանալի է, շատ հաճախ մարդկանց թվում է երազանքը դա անիրականանալի ցանկություններ են, բայց այդպես չի, ես ուրախ եմ, որ ձեր մոտ այդպիսի տարբերակ չկար, որովհետև երազանքը ինքը անպայման իրականանում է, եթե մենք այն շատ սիրում ենք, իսկապես ուզում ենք, որ դա իրականություն դառնա։ Տակը նպատակն է, նպատակների տակը պլաններն է, ամբողջ իմաստը սրանն է, այսինքն
ամենակարևոր բանը, որ պետք է մեզ տանի դեպի նպատակների իրականացման, մենք պետք է կարողանանք ինքներս մեր հետ ունենանք այդ պլանավորումը, որ նպատակը ինձ ինչ է տալու, այդ նպատակը իրականացնելու համար ես դա ինչ եմ ստանալու, որքանով է հարմար այդ նպատակը իմ կյանքի ոճին եւ չենք մոռանում ամենակարևորը խառնվածքի տեսակի, որովհետեւ մեր սիրելի խոսնակը խոսեց նրա մասին, որ համալսարան ավարտելուց հետո շատ քիչ մարդիկ են կարողանում իրենց մասնագիտությունը կիրառել պրակտիկ գործունեության մեջ, այստեղ շատ կարևոր է մարդու ընտրած մասնագիտությունը որքան է համապատասխանում իր խառնվածքի տեսակի հետ։ Մենք չենք մոռանում, որ կան մասնագիտություններ, օրինակ, վերցնենք, որ շատ լավ փաստաբաններ չեն կարող լինել ինտրովերտները, որովհետև փաստաբանի հմտությունների համար պետք է լինի մարդը էքստրավերտ, որը կարողանա իր խոսքերը, մտքերը, ամեն ինչը շատ հմուտ ձևով կարողանա լիարժեք ներկայացնել։ Եվ մի շատ այլ մասնագիտություններ մեր հոգեբանության մեջ ունենք այդպիսի տեստավորում, որ կոչվում է պրոֆակտոր, այսինքն որը թույլ է տալիս ձեզ հասկանալու, որ մասնագիտությունը ըստ ձեր խառնվածքի տեսակի ինչպիսի լավ մասնագետ կարող եք լինել։ Մյուս կողմը դա սերն է մասնագիտության հանդեպ։ Անսահման մեծ հաջողության հասնում են միայն այն մարդիկ, որոնք անսահման սիրում են իրենց մասնագիտությունը, որովհետև ցանկացած մասնագիտության մեջ լինելու է դժվարություն։ Սկսենք նրանից, երբ որ սկսում եք պարապել, հասնելու ձեր նպատակին։ Չի լինում, չէ, այդպես որ ամեն օր հավեսով դուրս գաք հիմնական պարապմունքի, դա ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում, որոնք որ ձեզ կարող են բերել էմոցիոնալ հյուծվածության կամ հոգնածության։ Հիշեք, որ ամենակարևորն այն է, որ դուք դա անում եք, որովհետև նպատակին հասնելու համար ամենակարևոր բանը, որ ձեզ կօգնի հեշտ հասնել ձեր քննության լիարժեք արդյունքի, երբ որ օրվա կտրվածքով ձեր անելիքը այդ օր անեք, կարևոր չէ, լավ կանեք, թե վատ կանեք, բայց արեք։ Եթե մենք ուզում ենք ունենալ մեծ արդյունք եւ նպատակ, մենք պետք է կարողանանք անել, ամբողջ գաղտնիքը դրանում է։ Չվախենալով սխալվելուց, չվախենալով գնալ առաջ, չվախենալով երբևէ, որ մենք կարող ենք որևէ բան սխալ անել, որովհետև եթե դուք խուսափեք սխալներից, դուք չեք կարողանալու ունենալ արդյունքներ։ Ցավոք մեր հայկական դաստիարակության մեջ, որը ծնել է խորհրդային դաստիարակությունից, փոքրուց մեզ պատժել է սխալների համար, այսինքն մեր կրթական համակարգում է գնահատականը դրել է միայն մեր հանելով բոլոր սխալները եւ թողնելով այն մասը, որը որ ճիշտ է արված, որը որ բերել է մանկուց մեր հոգեբանական այդ զարգացմանը, որ մենք վախում ենք սխալվելուց եւ առավել եւս հասարակության աչքին սխալ երևալուց։ Եթե չկարողանանք խախտել այս կարծրատիպը, որ ցանկացած մարդ, եթե ուզում է հասնել հաջողության, պետք է շատ գործի, շատ կատարի գործողությունը, որի արդյունքում շատ սխալներ են լինելու։ Եվ ինքներդ ձեզ պետք է թույլ տաք սխալվելու, ինքներդ ձեզ պետք է թույլ տաք, որ այո, հնարավոր է, որ ես չիմանամ, որովհետև չիմանալը ամոթ չէ, սխալվելը ամոթ չէ, իրազեկված լինելը ամոթ չէ, ընդհակառակը, երբ որ դուք չեք իմանում, դա ձեզ հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ նայելու եւ իմանալու դա։ Եթե ինքներդ ձեզ թույլ տաք սխալվելու, դուք երբևէ չեք ունենա վախ հետագայում որևէ բան չստացվելուց, որովհետև արդեն ձեր մտապատկերների մեջ եւ ձեր հոգեբանության մեջ կա այն տարբերակը, որ հնարավոր է, որ դա ինձ մոտ չստացվի։ Այդ պարագայում պարզապես կարող եք նստել թուղթ ու գրիչով գրել, եթե չստացվի իմ հաջորդ քայլը որն է լինելու։ Երբ որ մենք ծրագրավորում ենք մեր ուղերը այնպես, որ ես ոչ թե պետք է վախենամ, այլ ընտրեմ այդ տարբերակը, որ եթե ես տվեցի օրինակ քննություն, չընդունվեցի, հաջորդ քայլը ինչ եմ անում, նորից շարունակում եմ պարապել հանձնելու քննությունը կամ չգիտեմ, այն քայլը, որը ձեզ ավելի նպատակահարմար է, բայց երբևէ չընկնել ֆրուստրացիայի մեջ։ Ֆրուստրացիան դա հոգեբանության մեջ տերմին է, որը օգտագործում են այն ժամանակ, երբ որ մարդը դրել է նպատակ, որ պետք է գնա քննություն հանձնի, քննությունը հանձնում է եւ իր սպասված բարերը չի ստանում եւ չի ընդունվում համասարական ցածր է ստանում։ Այս հոգեվիճակը կոչվում է ֆրուստրացիա, բայց ինչով է տարբերվում ֆրուստրացիան հիասթափությունից։ Ֆրուստրացիան ընդունում է միջոց, ելի միջոց հասնելու ճանապարհին։ Հիասթափությունը ինքը արդեն կոտրումն է, հոգեբանական այդ ռեսուրսների կոտրումն է, որը թույլ չի տալիս մարդուն, որպեսզի վերականգնվի եւ գնա առաջ։
Ձեր տարիքին համապատասխան դեռահասության ժամանակ գլխուղեղի ենթակեղևում բազմաթիվ փոփոխություններ են լինում, հորմոնների, նեյրոմեդիատորների, որի արդյունքում դուք կարող եք ունենալ բազմատեսակ էմոցիաներ օրվա մեջ, առանց պատճառի։ Դրանք տրամադրության անկումն են, նախորժակի հետ կապված, արդյոք ճիշտ եմ արել, որ ես մասնագիտությունը ընտրում եմ, թե չէ, սիրում եմ այս առարկա պարապել, թե ոչ, հանկարծ սա հիմք չհանձնարեք, որ դա այն հիմնական պատճառն է, որը ձեր հոգեկանի կամ ձեր նյարդային համակարգը ձեզ հուշում է, դա ձեզ պետք է թե ոչ, դա միայն կապված է դեռահասության ժամանակ դեռ չկանոնակարգված ձեր ուղեղի, այսպես ասած հորմոնների անկարուն աշխատանքի հետ։ Այդ պարագայում դուք հիշում եք ուր եք գնում եւ եթե կա հուսահատություն, պարզապես այդ րոպեն մի պարապեք։ Թողեք ձեր պարապմունքի տետրը դիրքը, չգիտեմ, միշտ կերեք ինչ-որ մի բան, որից հաճույք կստանեք, հետո նոր նստեք, որպեսզի ձեր պարապելը չզուգակցվի բացական հույզի հետ։ Սա շատ կարևոր գիտելիք է, որովհետև շատ հաճախ դուք ձեզ ստիպում եք եւ ստիպելը ինքը բացական հույզ է, որը բերում եւ զուգահեռներ է կանում ձեր պարապելու ցանկության եւ նպատակի հետ։ Ամենակարևոր բանը ճիշտ ժամանակին կանգ առնելն է եւ ունենալ հոգեբանական այն գիտելիքները, որ տվյալ պարագայում ինչ կարող եմ անել, որպեսզի նորից ռեսուրսներս վերականգնեմ։ Որպեսզի ավելի արդյունավետ պարապեմ։ Երեխեք, ամենակարևոր բանը ինքներդ հավատացեք ձեզ եւ չընտրեք մասնագիտություն, որը որ ձեզ ստիպում է, որը ժամանակակից է, որը, չգիտեմ, ինչ-որ մեկի երազանքն է։ Ընտրեք մասնագիտություն, որ դուք աչքերդ փակ ձեզ տեսնում եք արդեն իսկ որպես այդ մասնագետ եւ ձեր զգացողության վրա կենտրոնացեք։ Ինչ եք զգում, օրինակ, եթե դուք ուզում եք լինել բժիշկ կամ բժշկուհի, աչքերը փակեք, ձեզ տեսեք այդ հիվանդների հետ աշխատելիս եւ այլն։ Ձեր ներքին աշխարհը ձեզ հուշելու է, դա ձերն է թե ոչ։ Որովհետև երբ որ դուք հասկանաք, որ դուք ունեք շատ մեծ երազանք եւ ցանկություն ունենալու, ձեր երազանք արդեն կստեղծվի արդարացված նպատակները եւ այն պլանավորումը, որը տանում է դեպի նպատակների իրականացմանը։ Անպայման նպատակի տակ պետք է լինի հստակ տեղադրված ձեր քայլերը։ Եթե մենք ունենանք նպատակ, չունենանք ամեն օրվա պլանավորում, դուք ունենալու եք ոչ պատասխանատու հոգեվիճակ ինքները ձեր անձի հանդեպ։ Դուք չեք պարապում դասախոսի համար, չեք պարապում ծնողի համար։ Եթե դուք տարապակ տրվածքով ձեր պարապմունքը առանձնացնեք եւ ժամի վերածեք, կհասկանաք, որ օրվա այդ ժամը դա ձեր պատասխանատվությունը հենց ինքները ձեր հանդեպ։ Եվ կնկատեք, երբ որ դուք լիարժեք պարապմունք անում եք տանը, դուք ինչքան բարձր ինքնագնահատական եք ունենում եւ ձեր տրամադրությունը լինում է շատ լավ։ Իսկ երբ որ ձգձգում եք ինչ-ինչ պատճառներով,